կանդարնան երեկվա մեր վերջին հաշվով, որովհետև դիմացը արդեն ընտրություններ են անում։ Մեր երեկվա, այսպես ասած, հայտարարություններին դուք շատ լավ գիտեք, որ ոչ մեկը ականատես չեք եղել դպրոցում քարոզարշավի։ Մեր դպրոցում այդպիսի բան չկա, չնայած նախարարը պարզ իր խոսքում ասաց, դասերի ավարտից հետո 2020-ն է մեր դասերի ավարտը, ոչ մեկ չի կարող դա արդեն քարոզչություն դիտել, ոչ մեկ։ Եթե ես, դուք բոլորդ եք գիտեք, որ ես հանրապետական կուսակցության կար, ես չեմ թաքցնում ոչ մեկ։ Եթե որևէ մեկը կզգա, վերջնաշուն կուսակից ինչպես են դառնում, սիրելով ինչ-որ մեկին, հավատալով ինչ-որ մեկին, այսօր որ մենք այսենց վարում ենք, ամեն ինչը թողնում ենք դիպով, ոչ մի օր, ոչ մի վարկյան, պարոն Մարգարյանը ասել է, վարում եք անսպար, ձեր գործը չի, պետք եղավ, մինուսով գնացիք, ես ինչ-որ ձևով ձեզ կօգնեմ, երեխա չպիտի սարի, սա արդեն առաջ խաղաց, չի, արդեն առաջ խաղաց, եթե այսօր մեր առաջինից 4-րդ դասարանը ներառյալ բոլոր դասագրքերը առանց ներդրումի են, չեք վճարում, անվճար, սա արդեն առաջ խաղաց, եթե այսօր ամբողջ հոգատությունը, առողջապահություն, սանեպիկայան, առողջապահության նախարարություն, այսինչ, սոցիալական խազեր, եթե ուղղված է դպրոցներին, սա առաջ խաղաց, բա մենք պիտի աշխատենք լավներ տեսնել այս բանրան։ Հերիքա ինչքան այս զազրախոսները, բան են այլ, որ մի ծնողն է եղել ականատես, ես ընդամենը խոսում եմ ձեզ հետ, որ հանկարծ որևէ մեկի անձնագիր վերցրածին։ Այդ անիմաստ հայտարարությունները, որ անում են ազգային ժողովում և ուզում են փնովել բոլոր դպրոցների, դա չի ստացվի։ 2.5-ից հետո, ով որ ինձ համախոհ կլինի, ով որ ինձ կլինի կուսակից, ով որ ինձ կլինի հավատացող, այնքան ծնողներ են եկել ասեն Ալաբերտնա, ես նաև կանանց խորհրդի նախագահն եմ Դավթաշեն համայնքի։ Սա նոր է ինձ համար պաշտոնը հոկտեմբերից, եթե չգիտեք իմացեք, որ մեկը կուզեք անդամակրվել, ամենայն դեպս դիմում եք ինձ, ես օգնում եմ ձեզ, դառնում եք կուսակցականից չէ։ Եվ վերջին հաշվում մարդ նաև որևէ, ինչպես կրոնի, այնպես էլ կուսակցության չէ դառնում։ Այնպես որ չներվեք, ոչ մի բանից, ինչ լավ բան կա անում է ձեր երեխաների համար, այնտեղ արդեն, որ պատրաստ կլինի, կգաք կտեսնեք, կհիանաք, թե ինչ սերյակ է պատրաստվել կամպյուտերային։ Միայն տեսնեք, ամբողջ նստարաններով, կոմպյուտերներով համալրելվեն ու հանձնեն մեզ նվեր։ Մենք մեր տեղը նստած, ծրագիրը, քաղաքապետարանի կրթության, վարչության պետը, Տիկի Սողոմոնյանը, ընտրել է մեր դպրոցը, բա սա արդեն գնահատական է, որի համար ես շատ ուրախ եմ և շատ շնորհակալ եմ իմ ծնողներին։ Տեսին ես, կներեք։ Ցենտրական հանձնաժողովի անդամ եք։ Այո։ Դերեք եք որ Ես քարոզություն չեմ արել, ես իմ ժողովն եմ արել։ Ես ընդհանրապես այդտեղ միտինգ եք արել։ Ծնողները խնդրում են բոլորդ եկեք դաշի։ Ես միտինգ եմ արել։ Ոչ, խնդրում եմ բոլորդ եկեք։ Մենք մի րոպե։ Մեկ վարկյան, ես չեմ կարող, մեկ վարկյան, մենք տարի 2 անգամ ունենում ենք ծնող հանդիպում, իմ ծնողները կանգնած են, դա լինում է հոկտեմբերին։ Դուք ասեցիք, որ ջեռուցում եւ այլն։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնել։ Հետո հավելեցիք ազգային ժողով։ Հավելեցի, որ ազգային ժողովում ավելորդ տեղը PR են անում, սև PR, որ դպրոցում իմ որևէ ծնող, որևէ վարկյան եկել է ինձ մոտ, որևէ մեկը։ Ես միտինգ չեմ արել։ Ես ոչ մի քաղաքական հարց չեմ քննարկել, ես ոչ մի միտինգ չեմ արել։ Ավելի մոտ արի, տղա ջան, մոտ արի, որ ես ավելի բարձր չխոսեմ։ Սա իմ համադպրոցական ժողովն է, բոլոր ծնողները կարող են արտահայտվել, երբեք ես դպրոցում միտինգ չեմ արել, այսօր եկեք մոտ, գրած, զայնագրեք։ Փետրվարի 18-ից հետո Ես եկող խարան երույթ ունենամ։ Ես չեմ Ես անձամբ ընտրելու եմ Ռաֆի Հովհաննիսյանին, բայց իրավունք չունեք իրազեկություն բան անելու։ Ես ընդհանրապես
մարդը ոչինչ Չհամարձակվեք իմ վրա հանկարծ հերուրանք տարածել։ Ես բաց չեմ տալու։ Շատ լավ լսում։ Ասում են միտինգ է իրանում։ Սա մեր հերթական համադպրոցական ժողովն է։ Եթե դուք տեղյակ չեք, մեկ տարի երկու անգամ հոկտեմբեր ներս մտել խնդրում եմ, այսպես չի կարելի։ Ես ձեզ թույլ չեմ տա իմ վրա որևէ հերուրան։ Ես այսօր ընտրության ոչ մի բառ չեմ խոսում։ Ես իմ հերթական ժողովն եմ արել։ Եթե դուք միտումնավոր, մի րոպե, եթե դուք միտումնավոր եկել եք որևէ կեղտոտ բան ինձ վրա գտնելու, չեք կարող։ Հատուկ է արված։ Իմ ծնողները չի կարելի։ Եթե դրսում եք, չհամարձակվեք։ Ես փորձեմ մեկին լսել։ Ինձ եք լսում առաջինը ինձ։ Իվարկան խնդրում եմ ցածր։ Տղա ջան, մի քիչ մոտ արի։ Լավ լսվում է։ Եթե դուք Գիտեմ, սա առաջին ժողովը չի։ մեկ վարքյան, եթե դուք դրսում թույլ տվեք, մի րոպե, լուր, թողեք ես խոսեմ, եթե դուք դրսում եք եղել և ներսում չեք եղել, Ներսում եմ եղել ես։ ուրեմն հայտարարում եմ բարձրաձայն, Երևանի համար 192 դպրոցում, տարին երկու անգամ, հոկտեմբեր և փետրվար ամիսներին, մենք ունենում ենք ծնող հանդիպման օրեր, այսօր մեր հերթական ծնող կիսամյակ, ոչ մի միտինգ բար չեք կարող դնել, որովհետև ոչ մի բար ավել չի եղել, բացի մեր ծնողական։ Ինչ վերաբերում է իմ շնորհակալությանը, ինչ վերաբերում է, այո, այսօր լսեք, ինչ վերաբերում է։ Եփորտիկին Թադևոսյանը ավարտի, ես կասեմ։ Ավարտել եմ։ Ես կարող եմ ասել։ Այո։ Տիկին Թադևոսյան, ձեր բարերը չեն 10 րոպե առաջ, որ ընտրություններ են մոտենում, ձեր բարերն են։ Այո, որ քարոզ չի կարելի դպրոցում անել։ Ձեր բարերը չեն, որ քննարկում եք քաղաքապետին։ Չեմ քննարկել, շնորհակալություն եմ հայտնել։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ։ Մեր հնդի, այո։ Մի րոպե, դուք չեք ասել, դուք չեք Չէ, իվարկեն, ես ավարտեմ, Եթե դուք որևէ հիմնարկություն Ժողովուրդ չի ճարմա, քանի սենց մեջերը շոքնող։ Ներողություն։ Ժողովին ազգային ժողով քննարկել։ Բացարձակ, ոչ, ես ասել, մի գնացեք, ես ասել եմ, ազգային ժողովում խոսակցություններ են գնում, որ դպրոցում քարոզ են տանում, անձնագրեր են համարվում, մեր ծնողները հերքել են նման բանը։ Այո, ես դա եմ ասել։ Այդուք շարունակել եք ասել, որ սա գնդահատական, որ ինչ շնորհակալություն ենք հայտնել։ Ոչ, Խոսել եք թե ինչպես են մարդիկ դառնում ես կուսակցությունից չեմ հայտնել։ Դուք ասել եք թե ինչպես են մարդիկ դառնում Ուրեմն սիրելի երիտասարդ, մի րոպե, ստոպ, կուսակցական լիգբեզ մի րոպե։